Տարվա ընդմիջումից հետո Երևանում է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը Հայաստան ժամանեց երեկոյան հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին։ Ռազմավարական դաշնակցության համաձայնագիր ստորագրած ռազմական ու տնտեսական միևնույն դաշինքներին անդամակցող Երևանն ու Մոսկվան վերջին տարիներին դիվանագիտական, երբեմն էլ ոչ ամենևին դիվանագիտական բառապաշարով քննադատում են իրար։ Երևանը խոսում է արտաքին քաղաքական վեկտորում բալանսավորման անցնելու դեպի արևմուտք գնալու մասին Մոսկվայից, հորդորում են կողմնորոշվել։ Ինչ ուղերձով է հիմա Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ժամանել Երևան, ինչպես են նրան դիմավորել եւ ինչ է հայտնի այս պահին, այս մասին ենք զրուցելու Լավրովի այցին հետևող իմ գործընկեր Ռոբերտ Զարգարյանի հետ։ Եթերում Ազատությունն է, խոսափողի մոտ է Հեղինե Բունյաթյանը։ Ողջույն Ռոբերտ, եւ այսպես դու այսօր առավոտից հետևում ես Ռուսաստանի արտգործնախարարի այցին Երևան, ինչ կարող ես հաղորդել այս պահին։ Բարի օր Հեղինե, ակցիան առավոտյան էր մեկնարկել, մի խումբ քաղաքացիներ մասնավորապես այսպես արևմտամետ քաղաքական ուժերի առաջնորդներն էին հավաքվել, նրանց թիվը առանձնապես մեծ չէր եւ խաղաղ ակցիա էր, նրանք պաստառներ էին պարզել, դրանց վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկարներն էին, որոնց վրա գրված էր մեջբերեմ մարդասպան, բայց որևէ միջադեպ, որևէ լարվածություն չկար եւ հանկարծ ոստիկաններ մոտեցան, մասնավորապես Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, նա էր այսպես առաջնորդում այս հավաքը, եթե կարելի է այսպես ասել, հորդորեցին տեղափոխվել դիմացի մայթ։ Բաբաջանյանը հարցրեց ինչու համար, ինչու են խանգարում, պատճառաբանեցին, թե կարգն է այդպիսին, ապա որոշ ժամանակ անց ոստիկանները այլևս չմիջամտեցին ակցիային, սակայն ավելի ուշ, երբ կարծես ԱԳՆ-ում արդեն պիտի մեկնարկեր երկու պաշտոնակիցների ասուլիսը, ոստիկանությունը այսպես շատ արագ գործողության դիմեց։ Նախ հավաքվածներին հրեցին դեպի փողոց, քիչ ավելի ուշ արդեն դեպի դիմացի մայթ, սա էլ բավարար չէր, էլ ավելի հետ հրեցին նրանց եւ ստացվեց մի պատկեր, որ հավաքվածները ավելի մոտ էին, եթե կենտրոնը այսպես պատկերացնենք, կենտրոնական բանկի մուտքին, քան արտգործնախարարության շենքին։ Այս ընթացքում այս ամենը ուղեկցվեց հրմշտոցներով, մի պահ Արման Բաբաջանյանը ես շատ լավ ֆիքսեցի, որովհետև անմիջապես նրա թիկունքում էի գտնվում, մի բարձր պատվանդանի վրա փորձեց վեր պարզել պաստառը, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին եւ անմիջապես նրան իջեցրին ներքև, այստեղ լավ է, որ ուժացներ չկային, որովհետև շատ հնարավոր է, որ այդ բարձր պատվանդանից, այդ հատվածից որևէ մեկը ընկներ ներքև, իսկ ներքևում այսպես շատրվաններն են։ Այդ ընթացքում օրինակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հենց ջրի մեջ շարունակեց իր ակցիան, այսպես պաստառներ վեր պարզել։ Россия торговец! Лавров убийца! Путин убийца! Բացի հրմշտոցից կան արդյոք բերման ենթարկվածներ։ Ոչ Հեղինե, բերման ենթարկվածներ կարծես չկան, ես հենց նոր եմ վերադառնում այդտեղից, ամեն դեպքում ես նման բանի ականատես չեմ եղել եւ իմ հետ աշխատող գործընկերներից էլ ոչ ոք նման բան չի տեսել։ Իսկ ինչպես էին իրավապահները բացատրում այդ գործողությունները եւ ինչ էին պահանջում կամ ինչ էին հայտարարում ակտիվիստները։
ԱԳՆ-ի դիմաց նման ակցիան այսպես արարողակարգային կարգերը խախտում է, եթե փորձեմ այսպես ոստիկանների հայտարարությունը իմի բերել, իսկ ցուցարարներն էլ հայտարարում էին, որ նման բան չկա, իրենց իրավունքն է եւ պարզապես մայթին իրենց ակցիան են իրականացնում։ Ռուսաստանի վարած մարդատյաց, հայատյաց քաղաքականությունն է մեզ բերել այստեղ, Արցախի հայաթափված Արցախի ճակատագիրն է բերել այստեղ եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությունը այդ բոլոր գործողություններին Ադրբեջանին սադրելու, հրահրելու եւ մինչ օրս Ռուսաստանի հիմնական նպատակն է պատերազմ սանձազերծել, հրահրել, սադրել Ադրբեջանին, հարձակվել Հայաստանի վրա եւ իդեպ հայաստանյան մի շարք շրջանակներ, որոնց որոշ հովանավորյալներ այստեղ ներկա են, ուրեմն հենց այդ պատերազմին են սպասում։ Մենք համաձայն չենք այդ Ցուցարարները ընդգծում են, որ սա Արցախի հայաթափումից հետո Սերգեյ Լավրովի առաջին այցն է Հայաստան եւ նրանց կոչերում եւ ելույթներում սա առանձնապես շեշտվում էր, նրանք անդադար պնդում էին, որ Ռուսաստանը խաբում է Հայաստանին եւ նրանց էին մեղադրում Ղարաբաղի կորստի համար եւ պնդում էին, որ Ռուսաստանի արտգործնախարարը այժմ Հայաստանում պիտի անելիք չունենա։ Առհասարակ դեմ ենք, որ Լավրովը այցելի Հայաստան, մենք առհասարակ դեմ ենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև այսօր շարունակվեն այսպես կոչված դաշնակցային հարաբերություններ մի պայմաններում, երբ Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի սահմանները, Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի ինքնիշխան գոյության իրավունքը, շարունակում է պնդել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ավելի լավ փաստաթուղթ չկա, քան նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթն է, վկայակոչելով անընդհատ 9-րդ։ Եվ մինչ ակտիվիստները բողոքում էին Լավրովի դեմ եւ ակցիային իրականացնում արտգործնախարարության դիմաց, ինչպես ինքդ նշեցիր, հենց այդ րոպեներին ներսում ընթանում էր Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների ասուլիսը։ Ինչ է հայտնի այդ ասուլիսից, ինչ հայտարարություններ են հնչել։ Հեղինե Լավրովը մասնավորապես պնդել է, որ Հարավային Կովկասում այս խնդիրները ու հարցերը հենց այստեղ գտնվող երկրների ու մերձակա հարևանների մասնակցությամբ պիտի լուծվեն, նաև ասել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ այլ տարածաշրջաններից պետությունները զարգացնեն այս երկրների հետ հարաբերությունները, բայց եւ ընդգծել է, որ սա այսպես չպետք է ուղղված լինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը։ Не имеем ничего против того, чтобы Դեմ չենք նրան, որ արտատարածաշրջանային պետությունները, ինչը եւ նախատեսված է գործող համաշխարհային պրակտիկայում իրենց հարաբերությունները զարգացնեն այստեղ տեղակայված, այստեղ գտնվող երկրների հետ, այն ընկալմամբ, որ նման համագործակցությունը ուղղված չլինի տարածաշրջանում լարվածության ստեղծմանը կամ այստեղ գտնվող երկրների շահերի արհամարմանը աշխարհքաղաքական խաղերի համար, որը որևէ լավ բանի չի հանգեցրել։ Ուստի մեր դիրքորոշումը հետևյալն է, բաց ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են դա անել ազնվորեն, առանց որևէ թաքցված օրակարգերի։ открытость к сотрудничеству со всеми, кто готов это делать по-честному. Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել, երբ ՀԱՊԿ, որի առանցքային անդամներից է Ռուսաստանը, հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք 2022-ին ադրբեջանական զինուժի ներխուժումներին։ Այս մասին որևէ արձագանք եղավ այսօրվա ասուլիսին։ Այո, այդ մասին Արարատ Միրզոյանն է խոսել, նախարարը չթաքցրեց, որ հայկական կողմը մտահոգություններ ունի, հայտարարեց, որ նախատեսված մեխանիզմները ոչ միշտ են աշխատել ու շեշտեց, որ Հայաստանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի հետ կոնկրետ իրադարձությունների վերաբերյալ արձագանքով ու հիշեցրեց, որ Հայաստանը սառեցրել է գործունեությունն այդ կազմակերպությունում։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք երկու երկրներս ունենալով բազմաթիվ հարցերում փոխհմբռնում եւ միասնական անցալում եւ մեկնաբանություն, միաժամանակ ունենք նաեւ հարցեր, որտեղ տարբեր են
իրադարձությունների մեկնաբանությունները եւ սա հենց այդպիսի հարց է եւ հենց ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է եւ անկյունակարային է եղել այդ իրադարձությունը նաեւ հետագա զարգացումների եւ դիրքորոշումների համար այդ թվում եւ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում այդ գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն հաջորդ ամիս հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 91 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը, ստորագրված ընկալումը այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաեւ հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի վրա։ Լավրովը հակադարձել է հայկական կողմի այս մեղադրանքներին ու պնդել, թե ՀԱՊԿ-ի արձագանքը անմիջապես է եղել։ Реакция, которая отвечала нашим обязательствам перед Арменией в рамках Организации договора коллективной безопасности, в частности. Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ մեր պարտավորություններին, եղավ անմիջապես։ Առաջին փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, ներկայացվեց օպերատիվ զեկույց կոնկրետ եւ պրակտիկ առաջարկություններով այն մասին, որ պետք է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել այնտեղ, իրավիճակը կայունացնելու համար։ Դիտորդների թիվը եւ նրանց զինատեսակների կազմը նախանշվեց, հարցը քննարկվեց նույն տարվա հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում։ Դրանից առաջ եղել էր կառավարությունների հանդիպում, աշխատում էին արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները։ Իրենք էին խմբագրում այդ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ քարտուղարության կողմից ներկայացվեցին։ Արարատ Միրզոյանի նախագահությամբ էր տեղի ունենում, եւ ի վերջո մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ, եւ առավոտյան տեքստը ներկայացվեց պետությունների կառավարությունների ղեկավարների քննարկմանը։ Սակայն տարբեր պատճառներով հայկական կողմը առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստը։ Կոնսենսուս չեղավ։ Մենք տվեցինք մեր համաձայնությունը եւ որոշ ժամանակ անց 2022-ի նոյեմբերին հայտարարվեց Եվրամիության առաքելության մասին։ Եվ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշումը լինելու է երկկողմ հիմունքներով եւ հիմնվելու է 91 թվականի Ալմաթայի հռչակագրի վրա, որի համաձայն լղիմը Ադրբեջանի մաս է։ Դա բավական անսպասելի էր, քանի որ 2020-ի նոյեմբերին, երբ թեժ մարտական գործողություններ էին ընթանում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ գիշերը բառացիորեն երեքով խմբագրեցին համաձայնագրի տեքստը, որը հրադադարի մասին էր, բայց որտեղ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս։ Ջենտլմենական պայմանավորվածություն կար, որ Ղարաբաղի պատկանելիության հարցը ենթակա է հետագա համաձայնեցման, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատություն հնչեցնելու ինչ-որ մեկի հասցեին իր ցուցաբերած դիրքորոշման համար, բայց ես նշեցի, թե ինչ ենք մենք արել։ Можно, но не критикуют того, кто ничего не делает. Мы как раз старались. Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև Ղարաբաղյան հակամարտությանն է անդրադարձել, հայտարարելով, որ Մոսկվան առաջարկ հղել է, սակայն հայկական կողմը դրան չի համաձայնել։ Պատճառով ինչ վերաբերում է Ղարաբաղին, մեկ անգամ էլ ասեմ, մեզ ոչ ոք չի կարող փնովել, մեղադրել, որովհետև վերջին առնվազն 20 տարիներին եւ նախագահ Պուտինը եւ նախագահ Մեդվեդևը, հետո նորից նախագահ Պուտինը առաջ էին մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով։ Հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը գնում։ Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը վերադարձրել 5 շրջանները, որպես առաջին քայլը
եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջաններ, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ։ Պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով, իսկ փաստացի խոսքը գնում է այն մասին, որ դա հետաձգվի եւ թողնվի ապագա սերունդներին։ Դա երևի ինչ-որ բանով ավելի լավն է, քան այն ինչ հիմա ստացվեց։ Ինչու, որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին։ Սակայն այո, ընտրության իրավունքը իրացվեց։ Այս պարագայում հրաժարում այն բանաձևից, որը ես հենց նոր հիշեցի։ Իսկ ինչ է հայտնի Լավրովի օրակարգից, ինչ հանդիպումներ են նախատեսված օրվա ընթացքում։ Սերգեյ Լավրովը այսօր նաև պիտի հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանին, նաև նախատեսված է հանդիպում հայ սլավոնական համալսարանի ուսանողների հետ, դա էլ արդեն օրվա երկրորդ կեսին պիտի տեղի ունենա։ Իսկ հայտնի է արդյոք այդ հանդիպումների ընթացքում կշարունակվեն ակցիաները, թե ոչ։ Կարծես այլ ակցիա այսօր նախատեսված չէ, սակայն նրանց պլանները գուցե հենց հիմա, ինչ մենք զրուցում ենք, փոխվեն։ Այս ակցիաները Ռուսաստանի նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ սկսվեցին 2013-ին, երբ Հայաստանը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք միացավ Մաքսային միությանը եւ Պուտինի այցի ժամանակ դեկտեմբերին 2013-ի Հայաստանում ակտիվիստները փողոց դուրս եկան։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ 110 քաղաքացի էր բեռնան ենթարկվել։ Ոչ երթևեկելի գոտում էինք, ոչ ինչ-որ կարգ էինք խախտում, պաստառներով հանգիստ կանգնած էինք։ Ոստիկանության կենտրոն բաժին մեզ տարան, այնտեղ ոչ մի բան չասեցին, ես անձամբ պահանջում եմ անդադ, որ լավ վերջի ասեք ինչի համար եք բերել, հա, ինչ եմ արել, որ ինձ բերել եք։ Անդադ ասեցին կիմանաս ու մինչև հայցադիմում ստանալը այդպես էլ չիմացա ինչի համար էին տարել։ Հեղինե այդ ակցիաների մասնակիցները հիմա էլ են ակտիվ, պարբերաբար ելույթներով են ունենում։ Նրանցից մեկ օրինակ Գյումրի լրագրողների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօր հիշել էր հեռավոր 2013-ի դեպքերը եւ ուղիղ համեմատական էր անցկացրել այսօրվա իրադարձությունների հետ, մեղադրելով իշխանություններին, որ ոստիկանությունը ժամանակին ինչպես ծառայում էր Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը, ապա Սերժ Սարգսյանի իշխանությանը, հիմա էլ նույնը անում են Նիկոլ Փաշինյանի իշխանության համար եւ ոչինչ չի փոխվել։ Շնորհակալություն Ռոբերտ։ Շնորհակալություն Հեղինե։ Այսօր այսքանը, ձեզ հետ Ազատությունը, խոսափողի մոտ էր Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք վաղը մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։